Պարոն Կոստանյան, ձեր առաջի հարցազրույցն է, ոնց ասացիք, այսպիսի ֆորմատով, հետաքրքիր է ինչքանով է դիվանագետը իմ հետ հիմա զրուցելու, ինչքանով հենց անձնական է լինելու ինքը։ Ոնց եք տրամադրվել դրան։ Տրամադրվելը մի քիչ ավելի բարձ որ զրուցենք, բայց բնականաբար աշխատանքի բերումը որոշակի շրջանակներ կան, որոնցից դուրս գալ չի լինի։ Տեսնենք։ Նաև ինչ-որ բաներ հարցազրույցավարից էլ է կախված ամեն դեպ։ Դե, ես կփորձեմ, բայց ինչ է հարցրում նաև, որտեվ իմ պարագայում ասեմ, որպես հարցազրույց վարող, ես մեկ-մեկ զգում եմ, որ իմ առօրյայում էլ է ինքը շատ, օրինակ նոր մարդու հետ եմ ծանոթանում, ինչ-որ պայից բռնացում եմ մտքի վրա, չափից շատ հարցեր եմ տալիս այդ մարդուն, ասենց ինչ-որ հասկանում չէ, մասնագիտությունս եկել է դեպի իմ կենցաղ։ Ձեր մոտ զգացել եք, ձեզ բռնացրել եք այդ պահի վրա, որ դուք առօրյայում եք դիվանագետ դարձել ու դա կարող է ձեզ խանգարում։ Առօրյան ուղղակի շատ կրճատվել է։ Կրճատվել է աշխատանքի բերումով։ Բայց այդտեղ չեք զգացել, որ չգիտեմ, օրինակ չափից դուրս շատ եք ուշադրություն դարձնում դիմացինի, երբ որ դա պետք չի։ Այդ միգուցե նախկինում էլ է եղել մինչև այս աշխատանքը եւ հիմա ավելի շատ օգտակար է լինում, իսկ հիմա երբ որ որոշակի ազատ ժամանակ եմ ունենում եւ անցկացնում եմ ոչ աշխատավայրում կամ աշխատանքի հետ կապված ցալինում այդ ժամանակը փորձում եմ որոշակիորեն կտրվել, վերալիցքավորվել, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Ոնց է դրսևորվում այդ վերալիցքավորումը, բացի նրանից, որ ընկերների հետ եք անցկացնում, ինչն է ձեզ օգնում իրոք մոռանալ մի պահ դժվարությունները աշխատանքային։ Քայլել, երեկոյան ժամերին, որ դուրս եմ գալիս, երբեմն քայլում եմ այստեղից մինչև Կասկադ, օրինակ։ Իհարկե ընթացքում նաև աշխատանքի մասն եմ բնականաբար մտածում։ Երեկոյան ժամերը մտածելու համար բավականին օգտակար են, որովհետև աշխատակիցների մեծ մասը արդեն տուն գնացած են լինում, մի քիչ ավելի հեշտ է լինում կենտրոնանալ տարբեր թեմաների շուրջ մտածել, նաև աշխատանքային։ Թե չէ օրվա ընթացքում դուրը իմ աշխատասենյակի շատ քիչ է որ փակ է լինում, մշտապես տարբեր գործընկերներ, գոլեգաներ տարբեր հարցերով քննարկումների են գալիս։ Իսկ կարելի է ձեզ մոտ հանգիստ մտնել, ինչ որ հարցով դիմել է թե աշխատում ես այս շենքում։ Ալբինային արդեն տեսել եք, Ալբինայի եթե հաղթահարեցին, ապա այո։ Ալբինան գլխավոր պատնեշն է, հա, այդ առումով։ Դուք շատ հանգիստ մարդու տպավորություն եք թող գործի մեջ էլ եք, այդպեսին թե կարող է ջղայնանաք, փորձում ձայն բարձրացնեք։ Չէ, ձայն բարձրացնել քիչ է պատահում, բայց ավելի տենց նաև որոշակիորեն ընկերական պակաս սուբորդինացիոն հարաբերություններ են փորձում գործընկերներից հետ պահել։ Քայլում եք, կարծում եմ օգնում է դա իրականում աշխատանքի։ Քայլել հետ կապված բնականաբար մարդիկ կլեն, որ կճանաչեն ձեզ։ Լարվածություն չեք զգում այդ պահին։ Չէ։ Ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ կարող է լինի, երբեմն լինում են, այդպես էլ է լինում, ես իրականում չեմ խուսափում հանրային վայրերում հայտնվելուց չեմ խուսափում, որովհետև նաև քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդկանց համար այդ ֆիդբեքը շատ կարևոր է։ Ես տարբեր տեղեր եմ գնում նաև, որ քննադատություն լսեմ, պետք չի կտրվել իրականությունից եւ այդ առողջ քննադատությունը, առողջ բանավեճը միշտ շատ կարևոր է, որովհետեւ այս սենյակներում գերի չդառնանք էլ, որովհետեւ սենյակները երբեմն այլ իրականություն են մատուցում կամ փորձում են ստեղծում են ավտոմատ կերպով տարբեր մարդկանց հետ շփվելը շատ կարևոր է։ Ծայրահեղության չի հասնում, օրինակ որ հասկանաք, իրոք վտանգ կա հիմա, որ ես փողոցում եմ ու ինչ որ մարդուց վտանգ է գալիս։ Դերել են, տես դեպքերել են։ Ինչ եք անում այդ ժամանակ։ Փորձում եմ կառավարել իրավիճակը։ Հա, ձեռնամարտի եւ այլն չի հասել։ Բացարձակ երբեք։ Աշխատանքի հետ կապված նայեք, օրինակ շատ այլ մասնագիտություններում կարելի է պատկերացնել, թե տվյալ մարդը ոնց է կատարելագործվում, հա, չգիտեմ, պայմանական երգիչը վոկալը անընդհատ զարգացնում է, երգում է եւ այլն եւ այլն։ Բժիշկը անընդհատ վիրահատություն անում է, թե վիրաբույժա, այլ է կատարելագործվում։ Դիվանագետի դեպքում, հա, ձեր դեպքում, մի քիչ ինքը դժվար շոշափելի է, ոնց եք դուք պատկերացնում ու ինչ եք անում ձեր մասնագիտական զարգացման համար։ Որն է այդ մեթոդը, որ դուք 1 տարի առաջ մի քիչ ավելի վատ դիվանագետ եք, քան հիմա, այդ ճանապարհը ոնց եք անցնում։ Ու ամեն դեպքում չի համարցակվի դիվանագետ անվանել, որովհետև ես
այդ մեր շենքում արտգործնախացում հենց դիվանագետ լինելու համար դիվանագիտական դպրոցում են սովորում կամ արտաքին մրցույթով են ընդունվում։ Ես դիվանագիտական աշխատանքով այս պահին զբաղվում եմ, բայց ամեն դեպքում քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, չեմ անցել այդ ճանապարհը, ինչպես իմ այլ գործընկերներ, ովքեր դիվանագիտական ծառայության մեջ են գտնվում, բայց բանակցությունների գործընթացից արագ կողմնորոշվել, իհարկե միշտ բնականաբար պետքա տեղյակ լինել ընթացիկ զարգացումներին, թե ռեգիոններում, որոնց համար դու պատասխանատու ես, թե հարակից ռեգիոններում, որովհետև այսօր աշխարհը շատ արագ է փոխվում եւ մենք էլ տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ են այս զարգացումները շատ արագ տեղի ունենում։ Պիտի ոչ մի քանի քայլ փորձես առաջ հաշվարկել այն գործողությունները, որոնք եւ սցենարները, որոնք կարող են լինել։ Դա տեղեկատվացության առումով, իսկ հենց բուն, այսպես ասած, մասնագիտական սկիլերի առումով նույն բանակցելու կան գրականություն, որ ուսումնասիրում եք, ոնց պետքա նստել, որ բառը ոնց պետքա ասել եւ այլն, այդ լեվելով։ Իհարկե կան եւ ինձ համար օրինակ այդ գիտական մոտեցումը շատ կարեւոր է մշտապես կարդալ, փորձել տենդենսներին հետևել, բայց կան ինչ-որ դասական մինիմում, որին բնականաբար բոլորը նաև պետքա տիրապետեն։ Բայց նաև պետք է ասել, որ երբեմն տրադիցիոն ստերեոտիպերը դիվանագիտության հետ կապված հատկապես մեր օրերում մի քիչ փոխվում են։ Երբեմն այդ քննարկումները շատ ավելի ուղիղ են, քան կարելի էր պատկերացնել, չգիտեմ, 19-րդ դարում, 20-րդ դարում։ Իհարկե կան գործընկերներ, որոնք տարբեր ռեգիոններից, որոնց ազգային առանձնահատկությունները միշտ պետք է հաշվի առնել, նաև հասկանալ, թե իրենք ինչպես են խոսում կամ իրենց A ասածը հենց A արդյոք նշանակում, թե B նշանակում։ Այս մենակ որպես արևելագետ հասկացա ինչ նկատի ունեք։ Կա երկիր, որ ձեզ ահավոր զարմացրել է այդ առումով, որ մի բան եք պատկերացնում, բայց առաջին անգամ առնչվել եք ու հասկացել եք, որ 180 աստիճան սխալ գիտեք։ Չէ, կարծում եմ նախապատրաստվելը միշտ օգնում է, որ քիչ զարմանաս։ Իսկ այս գործում զարմանալը մի քիչ կարող է վնասել։ Հա, ես ինչի հարցրի, որովհետև ես երբ որ սովորում էի արևելագիտականում, Իրանի մասին ունեի X պատկերացում, հետո որ գնացի լրիվ Y էր, հա, իսկ մեր մոտ մի քիչ մեր բաբլում, այսպես ասած հայկական ինֆորմացիան համենայն դեպս իմ համար մի քիչ ճիշտ չէր։ Հետաքրքիր է այդ առումով ձեր մոտ։ Դե ես կարծում եմ ընդհանուր առմամբ ստերեոտիպերը հատկապես արևելքի հետ կապված կան մեզնում, նույն Իրանի հետ կապված, նույն մերձավոր արևելյան տարբեր երկրների հետ կապված։ Ինչ է այդպես, մենք այդքան մոտ ենք նաև այդ երկրներից, դες ինչ է այդքան սխալ մեր պատկերացումները։ Քիչ ենք շփվում երևի, կամ այդ ստերեոտիպներ են ձևավորվել որոշակի հիշողությունների հիման վրա, բայց մոռանում ենք, որ միայն մենք չենք փոխվում, մեր կողքին ապրող մարդիկ էլ են փոխվում։ Շատ են վերլուծվում դիվանագիտական հանդիպումների ժամանակ մասնակիցների նստելու ձևը, բարևելու ձևը եւ այլն եւ այլն։ Այդ վերլուծությունները հիմնականում ճիշտ են, իսկ նշանակություն ունի, օրինակ, չգիտեմ, բարևեցին երկու հոգի իրար, մեկի ձեռքը ասենց մի քիչ վերև էր, օրինակ, կամ մի քիչ ձեռքը քաշում է դեպի իրեն։ Այդ կարևոր է իսկապես։ Կարևոր է, կարծում եմ, որ կարևոր է, իհարկե կարևոր է։ Իսկ կարող ենք մերկման, բայց դրան էլ տուրք տալ եւ ամբողջությամբ դրա վրա կենտրոնանալն էլ չեմ կարծում, որ ճիշտ է, իհարկե նյուանսները միշտ կարևոր են, հատկապես մեր գործի մեջ, բայց բովանդակությունն էլ է կարևոր։ Մենք երբեմն մոռանում ենք բովանդակությունը, այսինքն ձևի վրա շատ ավելի շատ ենք կենտրոնանում։ Եվ դա ինձ թվում է միայն այդ նարատիվը միայն դիվանագիտությանը չի հատուկ, որ այսօր կա մեր ընդհանուր հանրային խոսքում կամ դեբատի մեջ ձևը երբեմն ավելի շատ է, քան բովանդակությունը։ Կարող ենք մի երկու բան ուղղակի դες հարցնեմ, անձամբ ինձ է հետաքրքրել։ Երբ բարևում են իրար ու մեկի ձեռքը ափը ավելի վերև է, քան մյուսինը, դրանով ինչ է ուզում ցույց տա։ Բարևողը։ Փորձում եմ որոշակի վերադասություն կամ
սուբորդինացիա հաստատել, բայց ել եմ ասում նշանները կարևոր են, բայց բովանդակությանն է պետք ուշադրություն։ Տեսեք դուք էլ հիմա օրինակ տրվում եք դրան, ավելի շատ ձևի մասին եք։ Դե որտեղ ես բովանդակությունից այդքան տեղյակ չեմ ու շատերն է տեղյակ չեն։ Ես տեսնում եմ կադրը, տեսնում եմ այդ բարևել է, երկու պաշտոնական բարի փոխանակում ու վերջ։ Կոլեգաներից մեկը մի շատ լավ խոսք ուներ, ասում էր դիվանագիտությունը պետքա միստիկա ունենա։ Դրա համար երբեմն բովանդակությանը շատ ավելի քիչ են նաև քաղաքացիները տեղյակ։ Բայց դե այդպես էլ պետք է լինի, չէ՞։ Չպետք է իմանանք ինչա խոսքը։ Իհարկե թափանցիկությունը շատ կարևոր է, բայց եւ օրինակ բազմաթիվ փորձագետները ստանդարտ ագնեական տեքստերի հետևում իհարկե գտնում են իրական մեսեջը, որը կա, բայց միշտ չի որ հաջողվում։ Ու պետք է չի իմանանք այդ նկատի ունեք։ Չէ, բացարձակ ես ասացի, որ թափանցիկությունը կարևոր է, այսինքն փնտրողը կգտնի կարծում։ Բայց ելի պետքա մի քիչ խորանալ, է։ Հասկացա։ Ոնց անցնում ձեր օրը սենյակում։ Ինչ հիմնականում այստեղ եք ոնց հասկացա, եթե Հայաստանում հիմնականում սենյակում եմ կամ կողքում խորհրդակցությունների սենյակ ունենք, այդտեղ նաև Հայաստան հավատարմագրված տարբեր դեսպաններ ենք հանդիպում, այլ գերատեսչություններից գոլեգաների հետ ինչ որ քննարկումներ ենք անում, եթե իմ սենյակում, ապա այս համակարգչի առաջ կարդալուց կամ երբեմն այնտեղ նստած որ ուզում եմ փոխեմ դիրքս, երաժշտություն եմ երբեմն լսում։ Օ, ինչ եք լսում։ Տարբեր էլեկտրոնայինից սկսած մինչև ռոք։ Էլեկտրոնայինից ռոք, ոնց աշխատանքային օրվա ընթացքում դա ձեզ օգնում է տոնուսի մեջ մնաք, հա։ Ես օգնում եմ նաև կենտրոնանալ։ Ես հատկությունն ունեի փոքր ժամանակ դասանելուց հեռուստացույցը միշտ պետքա միացրած լիներ, որ ես կարողանայի կենտրոնանալ։ Թե չէ որ լռություններ լինում, տենց մտքերով էին կնում։ Ծանոթ բան է, ինձ մոտ քնելու հետ է դա կապված, ես չեմ կարողam լռության մեջ քնեմ հիմնականում։ Չէ, ես էլ չեմ կարողam, ես ինչ որ ֆոնային մի բան պետքա լինի։ Ֆոնային չէ, ինտերվյուներ եմ քաղաքական լսում։ Քաղաքական։ Այս ինտերվյուն լսելու եք քնելուց։ Դե չքաղաքականացնել եմ, հետաքրքիր չի ձեզ։ Փորձեմ։ Հասկացա։ Մի հարց էլ տամ այդ թեմայով ու կարճարկեմ տեղափոխվենք այդտեղ, ասեք ինչ լսենք այսօր երաժշտության առումով, որովհետեւ ռոք խումբ ասեք կամ էլեկտրոնային, ինչ եք խորհուրդ տալիս։ Չէ, ինձ թվում է եղանակը ավելի Համասյանի է տանում ես։ Համասյան։ Վերջին Համասյանի գործը շատ լավն էր։ Հրաշալի, տեղափոխվենք։ Պարոն Կոստանյան, ես մի քիչ դիվանագիտության հետ առնչվել եմ ժամանակին, շատ քիչ, բայց հասկացել եմ, որ ինքը շատ կախվածություն առաջացնող երևույթ է նաև, հատկապես առօրյայի առումով, այսինքն ծանոթություններ, բացվող դռներ, այդ ամեն ինչի կոկիկությունը, սիրունությունը եւ այլն, ձեր մեջ որոշել եք, որ հանկարծ մի օր չլինեք դիվանագետ, ոնց եք հաղթահարելու այդ կախվածությունը։ Դե միշտ ցանկացած զարգացման պետքա պատրաստ լինել, նաև այդ զարգացմանը պետքա կախված լինել, բայց այն որ սիրում եմ զբաղվում նրանով, ինչ որ հիմա անում եմ, դա միանշանակ է, այսինքն ես ամեն օր շատ մեծ ուրախությամբ եմ գալիս աշխատանքի։ Բայց ձեր մոտիվացնում են։ Ձեր զգացել եք այդ տարբերությունը, այսինքն բաներ կան, այսպես ասած, աշխարհում, որ եթե դիվանագետ չլինեք, չեք իմանա, չեք տեսնի, չեք առնչվի ու ինքը լավ զգալու կոպիտ ասած զգացողություն որ առաջանում է, պատասխանատվությունից թվում է դրանից ավելի է մեծանում։ Այսինքն իմ պարագայում ավելի շատ պատասխանատվության զգացումն է մեծանում, քան այդ հաճելի զգացողությունները։ Հասկացա։ Հետո երբեմն ամեն ինչ այնքան արագ է, չես հասցնում վերլուծել, որ ինչ որ բան հաճելի էր, թե հաճելի չէ։ Հատկապես վերջին շրջանում հիմա օրինակ հանդիպում որ քննարկում ենք, պայմանական եղել է մի ամիս առաջ, բայց այնքան խիտ է ամեն ինչ, որ թվում է կարծես մի 3-4 ամիս անցել։
Ձեր անձի հետ կապված մի քանի գեշտալտ կա, ուզում եմ հիմա փակենք, եթե դեմ չեք, հա, որովհետև երբ ձեր անունը որովհետև գրվում է, հիմնականում, եթե դա ինչ-որ պաշտոնական տեղեկատվություն չի, երկու պահ կա, որ շեշտվում է։ Առաջինը տարիքն է։ Այն երեխան։ Հա։ Այդ դիվանագիտական աշխարհում ձեզ զգացել եք, որ ձեր տարիքի հետ կապված ձեր այլ գործընկերների մոտ, այլ երկրներից ինչ որ խնդիր առաջացնի դա կամ լարվածություն կամ հակառակը, չգիտեմ, մեծամիտ վերաբերմունք, ամեն ինչ երկու կողմ ունի, այսինքն դա կարելի է դարձնել օրինակ առավելություն։ Այսինքն մի բան, որ առաջի հայացքից թվում է, որ խնդիր կարող է առաջացնի, երբեմն կարող է դառնա առավելություն։ Տարբեր գործընկերների հետ օրինակ դա տեղի է ունեցել։ Եղել են իհարկե դեպքեր, երբ որ առաջին կոնտակտը դժվար է հաստատվել, բայց երբ գործընկերը տեսնում են, որ որոշակի պատրաստվածություն ունես այն քննարկման համար, որ մեջ ներգրավել ես, հետո ավելի դրական է լինում նաև վերաբերմունքը։ Այսինքն դա ոչ միայն մեր մենթալիտետի խնդիրն է, այլև դրսում էլ կարող է զուտ տարիքի առումով, այսպես ապրիորի ի սկզբանե մի քիչ թերահավատ վերաբերմունք լինի, ճիշտ եմ հասկանում։ Կախված ռեգիոններից, այո։ Չնայած 31 տարեկան եք, դա էլ նույնպես չի որ շատ այդ կլիշեն փոքր է, հա։ Կլիշեն վաղուց են կարել իմ վրա, եւ դեռ շարունակում են, բայց հետո նաեւ հետաքրքիր է, որ վերջին 7 տարիներին դա մնացել է երևի ամենամեծ քննադատությունը, որը հնչեցվում է։ Քիչ տարօրինակ է։ Մի հատ էլ կա քննադատությունը, երկրորդը դա է ուզում հարցնել, գիտեք, կա կռահում եք ինչի մասին եմ ասում։ Նասկիները։ Այո, գուլպաների հետ կապված։ Նախ մտածել եք ինչի է այդքան շեշտվում հենց ձեր պարագայում։ Այսօր շատ-շատերը հագնում են տարբեր գույնի գուլպաներ, ինչա ձեր պարագայում դա այդպես աչք ծակ։ Չէ, այնտեղ մի հատ շատ ավելի սիրելի նկար ունեն մեր լրատվամիջոցները, որոնք դա տարածում են ու էդ էլ գիտեք, ասենք 19-20 տարեկանում արված նկար է, եղել է իմ Facebook-յան անձնական էջում, եւ ես չեմ կարծում, որ որևէ հանցագործություն եմ գործել այդ տարիքում երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում։ Մի նկար ունենալով, եթե վերադառնայի 19-20 տարեկան, նորից կարող է նույն բանը անել, նորից այդ նկարը կհրապարակի։ Եվ էլի ասենք, մի քիչ տարօրինակ է, որ անգամ դպրոցական շրջանից նկարներն են վերցնում պաշտոնական հրապարակումների հետ, ասենք դա են դնում, լրագրողական էթիկայի խնդիր է նաև որոշակիորեն կարծում եմ, բայց շատ չեմ նեղվում։ Այստեղ ոչ միայն նկարն, այլ հենց այդ բառակապակցությունը գունավոր գուլպաներ, ինչը այդ դա ինձ մի քիչ տարօրինակ թվում, որովհետև շատերն են այսօր հագնում, էլի գունավոր գուլպաներ, ինքը ինչ որ առանձնահատկություն չի, մտածել եք ինչի է հենց դա որոշ մարդկանց համար խնդիր, ոչ միայն ձեր պարագայում, այլ ընդհանրապես։ Ես խնդիր չեմ տեսնում, հակառակը երբեմն սադրում եմ դրանը։ Ահա, այսինքն լինում է որ հանդիպումների ժամանակ կամ գործի ժամանակ այդ գունավոր գուլպավ լինեք, թե օրինակ դա պրոտոկոլով չի կարելի, արարողակարգով։ Ոչ շատ վառ, բայց որոշակի տարբերվող։ Միշտ փորձում եք հագնել։ Այսինքն ցանկացած գործի մեջ իհարկե որոշակի սահմաններ կան, որոնց պետք է հետևես, բայց ինքնության կորուստն էլ լավ բան չի, որովհետև հատկապես այս աշխատանքի մեջ identity ասվածը շատ կարևոր է եւ գույն ունենալն էլ է կարևոր։ Այսինքն մեր գործը, որ մարդկային շփում է պահանջում, ինչ-որ քիմիա է պահանջում, պետք է տեսակ ունենաս, որ կարողանաս այդ քիմիան ինչ-որ մեկի հետ հաստատել։ Իսկ ես չեմ ուզում ինձ կորցնել, որովհետև ինչպես ասեցիք, ինչ-որ մի օր էլ այս աշխատանքով չենք զբաղվելու, չէ՞։ Ես էլի վերադառնալու եմ, այսինքն ես շարունակել եմ փողոցում քայլել իմ համար, ես էլի անձրևի ժամանակ կարող Համասյան լսեմ, կարող ինչ-որ այլ սիրելի երաժշտություն լսեմ, ես չեմ ուզում ինչ-որ պահի հասկանամ, որ ես այնքան եմ փոխվել, որ ինչ չեմ ճանաչում։
Եվ դա կարծում շատ կարևոր է, թե իմ համար, թե շատ ընկերների համար։ Եղել է որ դες մտքի վրա բռնացնեք, որ փոխվում եք։ Եղել է շրջան, որ երկար եմ մտածել դրա մասին։ Ու ինչ լուծման եք եկել, ոնց եք լուծել այդ հարցը։ Հետ եմ եկել իմ հետ ավելի խաղաղ լինելուն, ավելի ներդաշնակ։ Կարևորել եմ այն ինչ ունեցել եմ եւ ընկերներիս հատկապես, որովհետեւ իմ ինքնության մեջ օրինակ ընկերները շատ մեծ դեր ունեն։ Ընկերների մեջ կա գոնե մի հոգի, որ ձեզ կոպիտ ասած իջացնում է դեպի։ Հա, մի քանիսը կան։ Դեռ ուսանողական տարիների ընկերներ, նաև աշխատանքային ընկերներ։ Թամպես ես ինձ թվում է, որ բաց եմ քննադատության առաջ։ Ցանկացած։ Երևի հա, բայց հետո ֆիլտրում եմ, որ ընդունել որը չէ։ Պաշտոնյաների ընդհանրապես իմիջի հետ կապված մենք մի անգամ Արմեն Փամբուխյանի Երևանի քաղաքապետի տեղակալ այդ հարցը քննարկել ենք, հետաքրքիր նաև ձեր մոտեցումը։ Կան ինչ-որ բաներ, որ բոլորին չի կարելի, անկախ նրանից պաշտոնյա ես, պաշտոնյա չես եւ այլն, դա օրենքը թույլ չի տալիս։ Բայց մեզ մոտ մեր հասարակությունում նաև չգրված օրենքներ կան, որ այդ պաշտոնյան չպիտի այսինչ բան։ Օրինակ, դե ասենք հանրային վայրերում շատ երևա, չգիտեմ։ Ինչ որ մեկի համար գունավոր գուլպաներ հագնի եւ այլն, տարբեր են։ Դուք ձեր ներսում ունեք ձեզ համար ինչ որ կարմիր գծեր, որոնք ոչ թե օրենքով են սահմանած, այլ դուք եք ձեր համար սահմանե, որ այսա չպետք է անեմ ես որպես։ Չէ, որոշակի ֆիլտրեր իհարկե կան, եթե ասեմ չկան, խափած կլինեմ։ Բայց այդ ֆիլտրերը պետքա մեծ հակասության մեջ չլինեն քո ինքնության հետ։ Իսկ այդ համընդհանուր, այսպես չգրված օրենքները դուք ձեզ վրա զգում եք, փորձում եք դրանց խուսափել, թե այդ առումով փորձում եք հակառակը։ Շատ տեսականա քննարկումը, եթե ավելի կենտրոնացնեք, միգուցե ավելի կան կարծրատիպեր, որ ուզում եք կոտրեք որպես պաշտոնյա, հայկական կարծրատիպեր, ասենց ասեմ։ Ինձ թվում է կան։ Չկա դրված նպատակ ինչ որ կարծրատիպ անել ինչ որ բան հենց կարծրատիպ կոտրելու համար, բայց երևի առօրյայի բերումով երբեմն ստացվում է, օրինակ երեկոյան ուշ ժամերին տենց եւ բավականին ուշ եմ աշխատանքից դուրս գալիս, տենց 1:30-2-ին, որ օրինակ տաքսիով տուն եմ գնում, տաքսիները նախ զարմանում են ժամի ինչի մարդուց գալիս շենքից, հետո ասում են, բա դուք տենց ծառայական մեքենա չունեք, ինչ եք տաքսի։ Կապված այդ մի օր, որ դիվանագետ չեք աշխատել, որոշել եք ինչով եք զբաղվելու։ Չկա երազանքների աշխատանք կամ ոլորտ։ Այսպես ես զբաղվում եմ նրանով, ինչ շատ ուզել եմ։ Այս դիվանագիտական պատասխաններ մի քիչ։ Դիվանագիտությունը միստիկա պետք է ունենա։ Նորից ցիտենք, ինչ նշանակում է, որ այդ ձեր հարցին ամեն կերպ խուսափելու եմ պատասխանել։ Այդ նաև նշանակում է, որ կա այդպիսի ոլորտ, ուղղակի հիմա ճիշտ չի լինի, որ ասեք։ Չէ, ես սիրում եմ այս ոլորտը, բայց երբեք չգիտես կյանք ուր կտանի։ Մասնագիտության հետ կապված լեզուն հիշում եք, պարսկերեն խոսում եք։ Հիշում եմ, որոշակիորեն նաև փորձում եմ օգտագործել հանդիպումների ժամանակ։ Հանդիպումների ավելի ոչ պաշտոնական հատվածում իմ համակարգման ներքո նաև Հայաստան-Իրան հարաբերությունները հաճախ թե իրանցի գործընկերներն են Հայաստան այցելում, թե ես եմ Թեհրանում լինում, երբեմն օգտագործում եմ նաև լուրեր կարդալն էլ օրվա ընթացքում միշտ կա։ Արձագանքները ինչպիսին են, զարմանք եւ այլն կա։ Չէ, արդեն բոլորը գիտեն կոլեգաներից, որոշակի առումով պարսկերեն են տիրապետ։ Դա ընդհանրապես նաև օգնում է, չէ՞, բանակցություններին։ Նաև անձնական կապեր հաստատելու առումով։ Պարոն Կոստյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար ու վերջումս երբ գնանք այսօր հանդիպումներ բաներ շատ ունեք։ Այսօր երկու կարծր ժողով պետք է հասցնեմ մի ժամվա ընթացքում շենքում անել, հետո փոխվարչապետի մոտ են քննարկման, հետո արդեն պետք է գնամ օդանավական վարչապետին ուղեկցելու Վրաստանից։
Հա, հասկացա, այս բաց ինֆորմացիա չէ, նորմալ է որ ասած։ Կիրակի օրը։ Հասկացա։ Ու վերջում մենք ձեռքսեղմում ենք վերջացնում։ Ոնց ճիշտ ձեռքսեղմում խորտ կտակ լինի, որպեսզի այսպես էմոցիոնալ կայունություն լինի, այսպես ասած։ Հավասարահեռ։ Հավասարահեռ, հա։ Իսկ վերջ Եթե սենց եք ուզում անել։ անել։ Չէ, ես սենց չեմ ուզում անեմ, բայց երբ որ սենց են անում, օրինակ ինձ էլ են հանդիպում մարդիկ, որն է ճիշտ լուծում այդ դեպքում, որպեսզի այդ Մի քիչ թեքել է ենթադրում։ ուժով թեքել է մի քիչ են կողմ։ Պետքա փորձել, պարապելու վրա է ինձ թվում։ Հասկացա։ Բայց այս վերջին շրջանում միջազգային գործընկերների մոտ, հատկապես տարբեր երկրների ղեկավարների մոտ ոնց որ սա ավելի ընդունված է, Իսկ սա ինչ նոր բան է, ինչ-որ տրենդ է։ նոր տրենդ է, հա։ Այսինքն Պետքա մենք հետևել։ ընկերներ Ես խուսափեցի շարունակել ձեր ձեռքը բռնել։ ինչու։ Որ ուշ չկիրառը։ Հասկացա։ Այս ուրախ նոտայի վրա էլ ավարտենք շատ շնորհակալություն։